Մեկ նաև բարձրաբանում եմ ուզում ներկայացնել, նկատի ունենալով, որ պարոն Խուդացյանը իր խոսքում թվարկեց ծրագրեր, որոնք վերաբերում են նաև գազաֆիկացմանը։ Մենք այս ամբողջ տարվա ընթացքում շատ եւ նաև անցյալում տարբեր որոշումներ ենք կայացրել եւ մեր որոշումների հիմքում դրել ենք այն մեծականակ պոտենցիալ շահառուների արկայությունը, որոնք կարող էին դառնալ գազաֆիկացված համայնքներում շահառուներ եւ բաժանորդներ։ Եվ մի դեպքում արձանագրեցինք, որ չնայած մեր կանխատեսումներին հետագայում տարբեր պատճառներով այդ պոտենցիալ շահառուների զգալի մասը շարունակում է չլինել բաժանորդ, տարբեր պատճառներով, ես այստեղ չեմ ուզում պատճառները մանրամասն քննարկման առարկա դարձնել, ինչը մեր նպատակներից չի բխում։ Բնականաբար մենք ցանկանում ենք, որ եթե որևէ համայնք գազաֆիկացվել է նաև կառավարության աջակցության շնորհիվ եւ այնտեղ եղել են պայմանական 400 պոտենցիալ շահառուներ, ապա նրանց զգալի մասը արդեն այդ գազաֆիկացման հնարավորությունը հասանելի դառնալու հետ միասին միանգամից դառնան շահառու եւ օգտվեն այն հնարավորությունից, որ ընձեռվել է կառավարության նաև համայնքի ֆինանսավորման արդյունքում։ Հասկանալով, որ այնտեղ տարբեր պատճառներ կարող են լինել, մենք պարոն Խուդացյանի հետ պայմանավորվել ենք, որ նախ գույքագրում ենք, թե անցյալում նման եղանակով որքան ծրագրեր են եղել իրականացված, եւ նաև քննարկում ենք, թե համայնքներում ինչ առանձնահատուկ խնդիրներ կան, որոնք որ պատճառ են դարձել այս իրավիճակի, եւ եկող տարվա սկզբում արդեն առանձնահատուկ որոշումներ կայացնենք նաև այդ կապակցությամբ, այսինքն կխրախուսենք առաջիկա ծրագրեր հաստատելու ժամանակ հատկապես այն խոշորացված համայնքներին, որոնք որ անավարտ չեն թողել աշխատանքը, այլ հետո նաև պոտենցիալ բաժանորդների, բնակիչների հետ աշխատել են նաև, որ արդեն կատարված ներդրումներ իրենց նպատակին ծառայեն, եւ ես սա հատուկ եմ ուզում ասել, որ մեր համայնքի ղեկավարները նույնպես մտածեն, որ սա իրենց առանձնահատուկ պատասխանատվության հարցն է մարդկանց հետ առանձին աշխատելու եւ ծրագրի շարունակությունը ապահովելու տեսանկյունից, եւ մենք էլ մեր որոշումներով կխրախուսենք եւ կաջակցենք նրանց, ովքեր որ այդ ճանապարհին լավ արդյունքներ են ցույց տվել։ Եվ եթե կան համայնքներ, որոնք որ դանդաղում են տարբեր պատճառներով, կարող են բացատրել պատճառները, գուցե կա հնարավորություն նաեւ, որ մենք կառավարության քննարկումների շրջանակում այդ հարցում որևէ աջակցող գործողություն եւ որոշում կայացնենք։ Պարոն Հարությունյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի փոխվարչապետ, նախորդիվ մի կարևոր հարց բարձրացեցիք, որին կուզեի նաև մեր մարզպետերը եւ ՏԿ-ն ուշադրություն դարձնի։ Ուրեմն մենք երբեմն բողոքներ ենք ստանում, որ աշխատողներին գումարներ չի վճարվում, որոշ տնտեսվարողների կողմից շինարարների, եւ շատ են դեպքերը, չեմ ասի բոլորը, բայց շատ են դեպքերը, որ օրինակ պարոն Վարդանյանի հետ Քաղաքաշինչ կոմիտեի նախագահի թելը բռնում են, գնում են բուն պատճառների եւ պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը, կամ գումար է ստացել եւ իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել եւ այդ տնտեսվարողները այսպես տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս։ Եվ ես կուզեմ, որ կոմունիկացիան ճիշտ ապահովենք տեղերում, նաև աշխատողների հետ այս զրույցները տանենք, որ ֆիքսենք, որ մենք որևէ դեպքում պարտքեր չենք գոյացնում, որովհետև 1000 անգամ ասել ենք, որ մենք գումարի խնդիր չունենք վճարելու, պարզապես տնտեսվարողները պատշաճ չեն հանձնում աշխատանք կամ ընթացիկ աշխատանքներ, որպեսզի գումարները ստանան, եւ կամ այդ գումարը ստանում են եւ այլ նախագծերի վրա են ծախսում եւ աշխատավարձերը չեն վճարում, այսպիսի դեպքերը քիչ չեն եւ խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ այդպիսի տպավորություն են փորձում ստեղծել որոշ ամբարախիղճ տնտեսվարողներ, որ պետությունը չի վճարում այդ գումարը։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, շատ կարևոր դիտարկում եք անում։ Մենք ամբողջ ընթացքում պարոն Խուդացյանի հետ այդ հարցին փորձում ենք ուշադիր լինել, նաև նկատի ունենալով, որ այն փաթեթները, որոնք հաստատման են հասնում, բավական երկար ճանապարհ են անցնում, առնվազն այն քննարկումների տիրույթում, որոնք վերաբերում են նախարարությանը եւ մեր միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին, որոնք վերաբերում են հաստատումներին, մենք փորձում ենք կազմակերպել այնպես, որ այդ տեսանկյունից ուշացումների պատճառ չլինի։ Բայց նորից այստեղ բոլորին է արդեն իմ դիմումը, որ երբ որ մենք հեշտ չի լինելու։ Տեսեք, պարոն Խուդացյանը նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում պետք է եւս 10 միլիարդ դրամի հատկացումների մասին մտածենք եւ ֆինանսների նախարարության հետ դեռ պետք է աշխատենք, որովհետեւ մենք հիմա խոսում ենք լրացուցիչ հատկացումների մասին։
Եկեք հիշենք, որ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը ամբողջությամբ արդեն կառավարության կողմից հատկացված եղել է եւ նաեւ այս 2 միլիարդ 828 միլիոն դրամը դրացիչ հատկացման շնորհիվ է կատարվում։ Եվ այն 10 միլիարդ դրամը, որ մենք հաջորդ շաբաթվա ընթացքում կֆինանսավորենք, նույնպես դրացիչ հատկացումների միջոցով է տեղի ունենալու եւ դրա արդյունքում անհրաժեշտ է որ նաեւ կապալառու կազմակերպությունները իրենց աշխատակիցների նախ եւ առաջ եւ հետո նաեւ մատակարարների նկատմամբ պարտավորություններ պատշաճ կատարեն, որովհետեւ դրանից կապված է այս ամբողջ տպավորությունը ծրագրի իրականացման եւ դրա արդյունքների։ Պարոն Հարությունյան, Ես ամենևին չասեցի, որ որոշ օղակներում պետական դանդաղումներ չի լինում, այդպիսի դեպքեր էլ ա եղել, ես չասեցի բոլոր դեպքերում, բայց դեպքերի մի ահագին հատվածում իմ ասած իրավիճակն է ստեղծվում։ Պարոն Խուդացյան, խնդրեմ։ Օգտվելով առիթից, պարոն փոխվարչապետ, կուզեմ ասել, որ բոլոր այն դեպքերում, որտեղ շինարարական ընկերությունները մեզ ներկայացրել են որոշակի ծավալի հետ կապված աշխատանքների կատարողականներ, համայնքները պատշաճ կերպով այդ կատարողականները ուսումնասիրել են, տվել են մարզպետի աշխատակազմ, որից հետո մարզպետի աշխատակազմը տեղում ուսումնասիրություն է իրականացրել ծավալների մասով եւ փոխանցվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն նախագիծ պատրաստելու համար ամբողջությամբ համակարծիք եմ պարոն Հարությունյանի հետ, սա ասում եմ տրամաբանության մեջ, որ շինարարական ընկերության աշխատակիցներն էլ իմանան, որ բոլոր այն դեպքերում, երբ որ շինարարը մեզ կատարողական է տվել, մենք դեկտեմբերի 18-ի դրությամբ բոլոր այդ դեպքերում ֆինանսավորումը իրականացրած կլինենք, այսինքն չենք ունենա կատարողական, որը պատշաճ կերպով ստացած եւ տեղում ուսումնասիրություն եւ ծավալներում համոզված կլինենք եւ այդ կատարողականի մասով մենք 2025 թվականը կամփոփենք պարտքով անդրադառնալով նաև ձեր ասացին, պարոն փոխվարչապետ, եթե անդրադառնանք սուբվենցիաների մասով մեր կատարողականին եւ եթե հաշվի առնենք այն ծավալը, որը մեր մոտ պատրաստ է եւ արդեն շրջանառել ենք ավելի քան 10 միլիարդ դրամի մասով, պիտի ասեմ, որ մենք տարեսկզբին պլանավորածի համեմատ 200% սուբվենցիաների կատարողական կունենանք եւ ավելի քան 150% ճանապարհների մասով կատարողական կունենանք տարեսկզբի պլանավորածի համեմատ կուզեմ նաև արձանագրել, որ մենք ճանապարհաշինության մասով նոյեմբերի վերջ արդեն 505 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել, ասֆալտապատված ճանապարհ ենք կառուցել, որովհետև ճանապարհ կառուցել ենք ավելի շատ, կառուցել ենք նաև գրունտային ճանապարհեր շուրջ 20 կիլոմետր եւ նախորդ տարվանից, նախորդ տարիներից թերի իրականացած ավելի քան 30 կիլոմետր ճանապարհի վերին շերտ ենք փոխարինել այս տարի, որի մասած 505 կիլոմետրում չկա։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան։ Այլ հարցեր կամ դիտարկումներ չկան, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չկա, նախագիծը հաստատում ենք եւ հարգելի գործընկերներ, հաջորդ մեր զեկուցող հարցը ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցն է։ Զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյան, պարոն Մկրտչյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարգարժան պարոն փոխվարչապետ, լավագույն բարեմաղթանքներս, ես նույնպես շնորհավորում եմ ձեզ։ Հարգելի գործընկերներ, քննարկման եմ ներկայացնում ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը։ Նշեմ, որ դեռևս ոստիկանության բարեփոխումների առաջին փուլով նախատեսվել եւ ստեղծվել էր ոստիկանության օպերատիվ կառավարման